Էստոնիան աշխարհում առաջատար երկիրն է թվայնացման բնագավառում, բայց երբ որ մենք ասում ենք վայ արդեն 2 կամ արդեն 7 կամ արդեն 5 տարի է, բա թվայնացնում ենք, բա ինչի թվայնացումը առաջ չի գնում, նախ քանի դեռ բոլոր քաղաքացիները չունեն ID քարտ, թվայնացում չի լինելու, ինչ ուզում եք արեք, այսինքն թվայնացման անկյունակարը ID քարտն է, եթե քաղաքացիների շոշափելի տոկոսը չունի ID քարտ, երկրում թվայնացումը հնարավոր չի, դա բացառված բան, այսինքն թվայնացում կարանք ունենանք, բայց բանի, ասենք ռամկի մեջ դնենք, պատից կախենք, ասենք տեսեք մենք թվայնացում ունենք, որպես կիրառական գործիք, դրա համար պարտադիր է որ ունենան ID քարտ։ Հաջորդը, Էստոնիայում թվայնացումը տևել է, անցած տարի իրանք թվայնացրել են իրանց վերջին ծառայությունը հանրային, որը թվային է, Էստոնիայում թվայնացումը տևել է ինչքան, ուղիղ 35 տարի, ուղիղ 35 տարի, և սա նույնպես կարևոր արձանագրում է, մենք նեղում ենք, ասում ենք ոնց անցած տարի բանը բյուջեով ընդունեցինք, այս տարի ոնց էլ չենք ավարտել թվայնացումը, այդ թվում չենք ավարտել, որովհետև նրանք ովքեր ավարտել են, սկսել են 40 տարի առաջ, մենք ուզում ենք այսօր սկսենք, վաղը ավարտենք, այս վերջերս հետաքրքիր բան տեղի ունեցավ, գործարար աշխատաժողովի ժամանակ, իմիջիալոց, չգիտեմ, մեր գործընկերների տպավորությունները ինչպիսին են, բայց այն շատ ավելի հաջողված էր, քան ես ի սկզբանե ակնկալում էի, բայց այսպիսի մի հետաքրքիր դրվագ կար, շատ է խոսվում կառավարության եւ ընդհանրապես պետական մարմինների դանդաղության մասին, բայց նաեւ իմ հետազոտությունը այն է, որ աշխարհի բոլոր կառավարություններն են դանդաղ, այսինքն կառավարության գործառույթներից մեկն է դանդաղ լինելը, իհարկե շատ կարևոր է, որ դանդաղության մեջ մենք լինենք արագ, բայց ինքը կառավարությունը դանդաղ մարմին է, որովհետև կառավարությունը մարմինն է, որ պարտավոր է 7 չափի 1 կտրի, 8-9 չափի 1 կտրի։ Ուրիշ բան եղավ, ես մի ընկերության, որ հարգելի գործընկերոջ, որ բարձրացնում էր այս հարցը, ասացի, կներեք, իսկ ձեր ընկերությունը ինչ պլանավորում ունի, այսինքն դուք ձեր գործունեությունը ինչ ժամկետի համար եք պլանավորում, ինքը ասեց 6 ամսից մի տարի, ասեց թե 5 տարի, 6 ամսից մի տարի, հա, ասեց դե մեր պլանները 6 ամսից մի տարի է, ասացի Էդ է պատճառը, որ դուք ասում եք դանդաղա, որովհետև դուք, մենք բոլորս, մենք նույն ձևի մտածող մարդիկ ենք, չէ, մեկը կյանքը մեկին բերել է, կառավարություն, մյուսին տարել է բիզնես, բայց նույն մարդիկ ենք, մենք ուզում ենք այսօր պլանավորենք 6 ամսվա պլան, այսօր ընդունում ենք, որ 6 ամսից պետք է իրականացնենք, Եվ տանում ենք կառավարությանը համանքին ասում ենք դե շուտ արեք, 3 օրում, 4 օրում, տեն չի լինելու, ընթացակարգ կա։ Այսինքն, որպեսզի մենք ժամանակին անենք, դա պետք է պլանավորվի ոչ թե մի շաբաթ առաջ, այլ պետք է պլանավորվի 2 տարի առաջ, որովհետև իրենք գալիս են կառավարության ընթացակարգերում, կառավարական կամ համայնքի ընթացակարգերի մեջ եմ մտնում, դե ասում է ուշանում եմ քշի Բայց ասում ես մի րոպե եղբայր, սա տաքսի չէ, էլի, սա ավտոբուս է, որովհետև ավտոբուսը ունի իր երթուղին, ավտոբուսը ունի իր արագության ստանդարտը, ավտոբուսը ունի իր անվտանգության յուրահատուկ կանոնները, ավտոբուսը ունի կանգառներ, ինքը ամեն կանգառում պետք է կանգնի։ Հնարավոր չի բարձրանալ ավտոբուս եւ ակնկալել, որ տաքսի կամ այլ ավելի արագ տրանսպորտային միջոցի բանով, տեմպով մենք կարող ենք առաջ գնալ։ Ուրիշ բան, ավտոբուսը պետք է արագ լինի, բայց ավտոբուսը արագ լինի ավտոբուսի ստանդարտով։ Մենք չենք կարող ավտոբուս նստենք, ասենք ուզում ենք, որ տաքսո արագությամբ քշես, չի լինի տենց, եթե մենք տաքսո արագությամբ քշենք, ուրիշ քաղաքացիներ, որը պետք է կանգառներում իջնեին, կսկսեն պատուհաններից թռնել կամ առնվազն միջադեպեր կլինեն ավտոբուսի վարորդի հետ։ Այսինքն մեր իրականության մեջ ես անընդհատ բախվում եմ դրան,
Ես անդադ ավելի խորանում իմ համոզմունքը, որ այս տրամաբանությունն է, որ մենք ավտոբուս ենք նստում, ուզում ենք տաքսո արագությամբ շարժվենք։ Եվ սա պետության էլի ոնց գալիս եմ, ոնց մտածում եմ պետության եւ ապա պետության միջև այդ ճեղքում է ամեն ինչը, որ մենք չենք կարողանում տենց էլ այդ ճեղքը լցնել այնուամենայնիվ արձանագրելով, որ պետությունը ուրիշ մարմին է, ինքը այլ կերպ է գործում, այլ տրամաբանությամբ է աշխատում։ Էլի եմ ասում, ամենևին չժխտելով եւ ավելի ընդգծելով պետության մարմինների էֆեկտիվության, արագության, բայց էլի եմ ասում, ինքը կարա արագ լինի ավտոբուսի արագության ստանդարտով, որովհետեւ ինքը հանրային ծառայություն է, հանրային ծառայություններ է մատուցում։ Հնարավոր չէ ծառայությունը մատուցել մեկին ի հեճուկս մյուսի շահերի, եւ այստեղ շահերը երբեմն ոչ թե երբեմն պետք է հավասարակշռված լինեն, եւ սա շատ կարեւոր տրամաբանություն է։